Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն 200 հազար դրամ։ Հ. Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն դրամ։ Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Այս մասին հայտնում է դատախազությունը, հիշեցնելով, որ 2020 թվականի հունիսի 1-ին Հ. Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179 վրտ հոդվածի 3 մասի 1-ին կետով, առանձնապես խոշոր չափերով վատնում 2 դրվագ 308 վրտ հոդվածի 2 վրտ մասով։ Ծանրացուցիչ հանգամանքներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելը նախատեսված արարքներ կատարելու համար 2 դրվագ 2020 թվականի հունիսի 24-ին դատախազը քրեական գործից անջատված մասը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատախազը նախաքաղաքացիական հայց էր հարուցել ամբաստանյալներ Հ. նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Հ. նախկին փոխոստիկանապետ Լոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանի, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանի դեմ հայցելով ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 35 միլիոն 200 հազար դրամ, ամբաստանյալ Վարդան Թունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 6 միլիոն 513 հազար դրամ, ամբաստանյալ Լոն Երանոսյանից, Վարդան Թունյանից Գուրգեն Գրիգորյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության համապարտորեն բռնագանձել 7 միլիոն 954 հազար դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հուլիսի 9-ի դատավճռով ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանին մեղավոր էր ճանաչել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308 վրտ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման համար 2 դրվագ ազատել նրան քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր էր ճանաչվել նա գործող Քրեական օրենսգրքի 256 վրտ հոդվածի 3 մասի 3 կետով, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը նախատեսված հանցանքի կատարման համար 2 դրվագ, նրա նկատմամբ որպես պատիժ էր նշանակվել յուրաքանչյուր դրվագի համար ազատազրկում 5 տարի ժամկետով։ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ յուրաքանչյուր դրվագով ազատազրկման ծով նշանակված հիմնական պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական հիմնական պատիժ էր նշանակվել ազատազրկումը 6 տարի ժամկետով։ 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած Էրեբունի Երանի հիմնադրման 2800-ամյակի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին Հ. օրենքի 2 վրտ հոդվածի 2 վրտ մասի 5 վրտ կետի կիրառմամբ ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանն ազատվել էր ազատազրկման ծով նշանակված պատիժը կրելուց։ Ամբաստանյալներ Լոն Երանոսյանը, Վարդան Թունյանը, Գուրգեն Գրիգորյանս մեղավոր էին ճանաչվել, ազատվել էին քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, այդ թվում համաներում կիրառելու արդյունքում ազատվել էին ազատազրկման ծով նշանակված պատիժը կրելուց։ Դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել էր մասնակի 2024 թվականի օգոստոսի 16-ին դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ 2025 թվականի մայիսի 27-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշում էր կայացրել հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 9-ի դատավճիռը մասնակիորեն բեկանելու բեկանված մասով նոր դատական ակտ կայացնելու մասին, մասնավորապես վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատական ակտով Վարդան Թունյանը 1 դրվագով արդարացվել էր։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքի 12 վրտ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։ Վլադիմիր Գասպարյանից Հ. պետական բյուջե որպես հանցագործություններով պատճառված վնասի հատուցում 35 միլիոն դրամ բռնագանձելու մասին դատախազի պահանջն ամբողջությամբ բավարարվել էր, միաժամանակ հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարված Լոն Երանոսյանի, Վարդան Թունյանի, Գուրգեն Գրիգորյանի դեմ ներկայացված 7 միլիոն 954 հազար դրամի քաղաքացիական հայցը թողնվել էր առանց լուծման։ Դատախազությունն առաջիկայում քաղաքացիական հայց կներկայացնի, իսկ Վարդան Թունյանի դեմ 6 միլիոն դրամի հայցը բավարարվել էր մասնակի, դատավճիռը մնացած մասով թողնվել էր անփոփոխ։
2025 թվականի հուլիսի 23-ին դատախազությունը ներկայացրել էր վճռաբեկ բողոք, որը վարույթ չի ընդունվել։ Այսպիսով, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն դրամ, ասվում է հաղորդագրության մեջ։